Այսպես հսկվում է ազգային անվտանգության ծառայողների և ոստիկանության կողմից 7 վերք եկեղեցին ամբողջությամբ խնդրեմ։ Իդեպ հիմնականում բոլոր դեմքները ծածկում են, երբ տեսնում են նկարում ենք։ Համենայն դեպս նախկինում մի քիչ հպարտանում էին, այսօր ամաչում են, որ հրահանգված ծառայություն են իրականացնում։ Այսպես քաղաքը տերորի է ենթարկվում։ Փակել են 7 վերք եկեղեցու դռները, այսինքն կողպել եւ մակագրություններով ոստիկանության մի պահ էին թողել քահանաները երեք ուշ գիշերին ժամը 6-ին ԱԱԾ-ականները ներխուժել են տարածք, բարի լույս։ Այդ տենց պետք է ամաչեք։ Մենք չենք ամաչում մեր աշխատանքից, դուք ամաչեք։ Ճիշտ եք անում, որ ամաչում եք։ Ուղղակի դրա փոխարեն կարելի է հրաժարվել ինչ-որ բան անել։ ԱԱԾ-ականները մի քիչ ավելի ցիվիլ վիճակում են, խեղճ ոստիկանները թրջվում են, իրանք իրանց հովանոցներով, այսպես հսկում են տարածքը։ Հա, լրագրող եմ։ Սպասեք, ձեր ամենամեծ խնդիրը մի հատ նկարենք, ես ձեզ կմոտենամ, այստեղ եմ ամբողջ օրը լինելու։ Ձեր ամենամեծ խնդիրն այս է, որ գլխատել են ձեր քաղաքը ու սենց քաղաքը վերցրել են իրենց հսկողության տակ։ Ուրեմն Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին է, որը ավերվել էր երկրաշարժի ժամանակ, դեկտեմբերի 7-ին, իդեպ այսօր հենց այդ օրն է։ Եվ այդ առիթով է իբր Նիկոլ Փաշինյանը այցելում Գյումրի, իր գլխատած Գյումրի, որտեղից եւ թեմակալ առաջնորդին են տարել բանդ, եւ քաղաքապետին, եւ նրան փոխարինողին, եւ 40-ից ավելի քաղաքացիների բնակիչների այստեղից։ Սա 7 վերք եկեղեցին է եւ այս խորհրդանշական եկեղեցին, որ երբեք դռները չի փակել անգամ խորհրդային տարիներին, անգամ պատմական ծանր շրջանում այսօր փակել է դռները եւ պիտի ներխուժեն անթույլատրելիորեն Նիկոլ Փաշինյանն ու իր հրոսակախումբը։ Խնդրեմ ԱԱԾ-ականները էլի ամաչում են։ Ինչի՞ չի կարելի քաղաքացիներին ազատ տեղաշարժվել։ Էդ էլ հո լրագրող չի։ Բացել են դռները։ Շներով, զենքերով բացվել են, չէ՞, եկեղեցու դռները։ Այս զզվանքով դեմքը մի հատ նկարենք, էլի մի օր պետք կգա։ Դուք տեսել եք, թե ձեր դեմքին ոնց են զզվանքով նայում մարդիկ, ումից խլել եք ամեն ինչ։ Նույնիսկ քաղաքացիները ազատ չեն։ Ոնց եք ստուգում մարդիկ, որ եկեղեցի են գնում, ում են երկրպագում, քաղաքական վեհափառին, թե իրական վեհափառին, ոնց եք ստուգում մարդկանց, որ ներս թողեք։ Ամբողջ ուժային է։ Եթե Երևանում հիմա մի բան կատարվի կամ Հայաստանի մեկ այլ մարզում, երևի տեղ չկա։ Իրականում ամաչում են, տենց բան էլ կա, հաստորեն։ Այս էլ բերովի հավատացյալներն են երևի, որոնք երևի ես եկեղեցու պատմություններ չգիտեն, ով գիտի։ Խնդրեմ, եկեղեցին սանրել են։ Բոլոր մուտքերը այսպես վերահսկվում են։
Սա բերետավորներն են այստեղ։ Էլ չգիտեմ, որ բերետավորները, որ գույնի բերետավորները ախնդրեմ։ Այսպես ծանր հսկողության տակ իրականացվում է իբր աղոտ կուծես Բերովի քահանայով։ Խնդրեմ, տեսեք, թե ինչ հսկողություն է իրականացվում եկեղեցու տարածքում։ Այսքան հսկող ունենային սահմանները դժվար թե այդքան խնդիրներ ունենայինք մենք։ Եկեղեցու դռները բաց են։ Չկա երգչախում, չկա երգեհոնահար։ Պարոն Ալեքսանյան, բարև ձեզ։ Ընդունեք ցավակցությունները սեր անձնական ողբերգության հետ կապված։ Միգուցե դրսում խոսենք, կարելի է։ Ջան, հետ որ դուրս կամ խոսենք։ Ես չգիտեմ ձեր ծեսեր ինչքան են տևում։ Ես առաջին անգամ եմ այսօր։ Դրա համար էլ ասում եմ դուրս կամ խոսենք։ Որ դուրս կամ խոսենք։ Կանգնած եք, չեք աղոթում ամեն դեպքում։ Բերովի քահանան կարծես թե չի եկել դեռ։ Իդեպ քահանա է գալիս թե եպիսկոպոս պարոն Ալեքսանյան։ Չգիտեք։ Ինձ ասացին, որ մինչև գիշերը ժամը 2-ը դուք երգչախմբի հարց չէիք լուծել։ Եվ երգոհոնահար չկար։ Գիտեմ, իդեպ Նիկոլ Փաշինյանը ամենացավոտը դա էր տանում, որ երգչախումբ չկա, խնդրեմ, չկա երգչախումբ եւ չկա երգոհոնահար։ Կարևորը կան լիքը Բերովի հավատացյալներ եւ ԱԾ-ից։ Կարևորն է, որ դուք կաք, Սուզի ջան, դրանով արդեն ամեն ինչ զգացված եմ, պարոն Ալեքսանյան։ Ափսոսում եմ, որ չեք գալիս դրսում խոսենք։ Իսկ մեզ ներս կթողնեն ձեր կարծիքով։ ներսում չէ։ Դեռ չկա ձեր Աստվածը։ Ձեր Աստվածը որ գա։ Ձեր Աստծուն դեռ չեն բերել։ Ցավում եմ, որ մենք սենց ենք խոսում, պարոն Ալեքսանյան։ Ես գիտեմ, որ եկեղեցիս, դու գիտեք, որ բռնազավթված է եկեղեցին։ Դռները փակել էին եւ փաստորեն ԱԱԾ-ն ներխուժել է այստեղ եւ ձեզ թույլ է տվել, որ դուք մտնեք օտար տարածք։ Ամենայն հարգանքով կարող է Ռոբերտ Քոչարյանի համար եկեղեցի սրբություն չի, մեր հայերիս համար սրբություն է, թարգեք էս ամեն ինչ։ Այդ դեպքում ինչու եք ներխուժել եկեղեցի, եթե տանտերը թույլ չի տվել։ Ես չեմ ներխուժել, ես այս եկեղեցին գալիս եմ հաճախ, չեմ գալիս միայն ԿՊԱ-ականների ծափահարությունների փարթիների ժամանակ։ Հələ չար հայացքներ, հավատացյալներ են։ Ինչի իրավունք։ Եկեղեցու դուռը բացելու ոչ։ Իրեւ առաջին անգամ է 7 վերքի դռները փակվել պատմության մեջ։
Աստծո տունը պետք չէ դեպքում հեգնել, սաղրել ու քաղաքական ծափերի տարածքի վերածել։ Իմ արածն ավելի ծանր է պարոն Ալեքսանյան, քան ձերը։ Ինչպես։ Լուրջ հավատացյալներ են, իսկ տեղյակ չեն, որ դռները փակված է եղել։ Ինչ է հանել։ Դուք դպրոցների աշխատողներ եք։ Ինձ ասացի, որ Վանաձորի հիվանդանոցության անգամ մարդիկ բերել։ Ես սխալ եմ ասել եւ հարգեք եկեղեցին այստեղ ձեզ համար ռեպորտաժի տեղ չի։ Իդեպ եկեղեցում, որտեղ կատարվում են ծանր պատմական իրադարձություններ, միշտ ռեպորտաժի տեղ են։ Այդ պետք է ամեն ինչ անել, որ եկեղեցին չդառնա պատմական դառը պատմությունների վայր։ Խնդրեմ, չկա երգեհոնահարը եւ երգչախումբը։ Կան պետական ծառայողներ։ Ես եմ։ Դու ով ես։ Ասա։ Մածուն նստում է դռները։ Ես ճիշտ եմ հասկանում, որ չկա երգչախումբ եւ չկա երգեհոնահար։ Չկա մոմավաճառ։ Այսպես եկեղեցու տարածքը դատարկված։ Կողմնված է ոստիկանության հսկողությանը։ Կարևորը պարտադիր ներկա գտնվողներ կան։ Թույլ տվեք նկարել այս տղմերը։ Ածեի ծառայողներն են։ Տղները փակված են, պլոմված, գույքը հավաքված են։ Եկեղեցու, որ ինչպես գումրեցիներին ասում, ասպատակողները չվնասեն, անգամ մոմավաճառ չկա եկեղեցում։ Բերովի քահանա կլինի, բերովի հավատացյալներ։ Կներեք։ 30 տարի է իսկի։ Մոմ չգտնվեց։ Մոմ չգտնվեց, իսկ դու գիտեք, որ մոմավաճառը հրաժարվել է գալ։ Բրավո, բրավո։ Իսկ դու գիտեք, որ քահանաները հրաժարվել են մասնակցել այս Գյումրիում եմ Դու ապրում, Գյումրիից եք, լրագրող բա եմ։ ինչ եք դուրս գալիս, Ժանի։ Ինչ է, ես գնացի մոմս վառի, դուրս գայ մոմ չկար։ Իսկ ես այնտեղ չէի կարող Ինչ լինել։ է ձեզ ուղեկցում։ Լավ է անում, Լավ է անում, ոստիկանի հետ ուզում ա քայլի։ Ոյ, ոյ, ինչ հուզական էր, ինչ հուզական էր։ Ախնդրեմ։ Ամբողջ ԱԱԾ-ն այստեղ է գտնվում։ Հավանաբար վերից վար։ Եթե երկրում այս պահին ինչ-որ բան կատարվի, լրիվ անտերություն կլինի։ Այսենց որ հսկեին պետական սահմանները, դժվար թե մենք այսքան դառը ճակատագիր ունենայինք։ Կաբինետներում տաքանում էին հավանաբար այդ օրերին։ Ճիշտ եք անում, որ ամաչում եք, ես էլ կամաչեի, գիտեք, չնայած ես ձեր տեղը ոչ մի դեպքում չէի լինի, ոչ մի դեպքում, ճիշտ եք անում, որ ամաչում եք, այդ արդեն լուրջ առաջընթաց է, որ դուք ամաչում եք, բայց պատմությունը բոլորի դեմքերը ֆիքսել է։ Դուք էլ եք ծառայող պետական ծառայող եք, թե շրջիկ հավատացյալ, հա? Հավատացյալ եմ, կարանքի Հավատացյալ, քաղաքից եք, Լեննականցի եք, ձեզ չի մտահոգում այս ամբողջ գործընթացը, որ եկեղեցի են կիսում իրար մեջ, եպիսկոպոս, Նիկոլ Փաշինյան իրեն հռչակել է բոլորի ճակատագիրը որոշող, ինքը ասում է, ով պետք է լինի կաթողիկ ոսուն ճաշակով, փաստորեն հավատացյալ չէիք։ Այդպես էլ պետք ասել, որ չամաչեիք պետական ծառայող էիք։ Սրա համար հավելավճար կա այսօրվա ներկա գտնվելու համար։
դիրքավորվում են իրենց Աստծուն դիմավորելու